ձեռքի աշխատանք։ Սկսած մարդ կար տուֆից խաշքարեր էր սարքում, բան տենց դե երեխային մենք հայաթում դրած տուֆից խաշքարեր սարքում մենք սիրում ու ինքը լավ է էլի։ Տենց քաշեց դու եկա տուն տենց ես էի անում մեկ հատ մեղ բան տենց սրեցի խարտոցով բան դից քարմար բերեցի չագուշ բան սկսեցի տենց ես էի անում էլի նման տենց խորեն բան դիտես մի հատ ինչ-որ խաչ փորեցի ստացվեց հետո մյուսը տենց ստացվել է հալա մեն մյուսը դե խորանում ես տարիներն անցնում է դու դրան ինչես բայց եթե ասենք տենաս չի ստացվում հա դե հիաստափվես էլի հիաստափվես այդ չէ շարունակ տենց Եսի սրանք անում եմ 2.5-3 սանտիմետրանոց տախտակից, ասենք այդ տախտակը խոսքի 5 սանտիմ է, ես քաշում եմ ենթադրենք 2.5 կամ 3, սրանցից սարքենում եմ, ասենք էսիմիները, ենթադրենք այս նուրներն են, սրանք 2 սանտիմետր է ծառնում են գատ։ Արեստատ, եղի շնորհքնոց ուշադրություն չէ, ասենք բարեխիղճ վերաբերմունք չէ, գործիք հանդեպ սկզբից հերթականություն եւ այլն, կարաս մի ուրիշ արհեստի մեջ թեկուզ ասենք հիմա փայտագործությունը լավ չի կարող քարի մշակումն է լավ կամ քարի մեջ լավը չի լավ մետաղին լավ ալգորիթմիկա դե էդի տարիների փորձը դա դաշկաչափը զարգացնում բայց դե հիմնականում սրա այս գործի այս մաքրելու process-ը ամենակարևորը դեպի ուղղությունը հասկանալու դրանից տախտակից ասենք այդ տախտակը խոսքի 5 սանտիմ է ես քաշում եմ ենթադրենք 2.5 կամ 3 սրանցից սարքենում եմ ասենք էսիմիները ենթադրենք այս նուրներն են սրանք 2 սանտիմետր է ծառնում են գաթանախշիշներն է այս մյուսները ասենք այս բանը բաժակի տակդիրներն են սա ասենք թե 1 ու 2 սարնում դե աստուծան պետք է քաշես էլի ռնդես հավասար այս մյուսները այս պստրլիկները որ դուք ունեք այն 7 սանտիմ 7 միլիմետրի ծառնում